հաղորդումը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանը։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլհակյան, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ, լրագրողներ, քաղաքացիներ, չորրորդ անգամ է պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը։ Նախքան հաղորդման մանրամասներին անդրադառնալը համառոտ նշեմ, թե ինչի մասին եմ այսօր խոսելու, որպեսզի նաև քննարկման շրջանակը մեզ համար պարզ լինի։ Նախ առաջին կարևոր հանգամանքը, որը կցանկանամ ընդգծել, դա այն է, որ 25 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Գույքերի շարքում են մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ, անտառային տարածքներ։ 25 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին վճիռը։ Այս վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի եւ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող մեկ բնակելի տան նկատմամբ։ Գույքերի ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ։ Բացի այդ, վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 50,000 եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ եւ 878 հազար դրամ։ Երկրորդ վճիռը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, ինչպես տեղյակ եք, ուժի մեջ մտավ բոլորովին վերջերս, ապրիլի 15-ին։ Օրինական ուժի մեջ մտած վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից Ռոզա Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր ենթակա են բռնագանձման։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սևակ թաղամասի 14 փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքը, այդ գույքի 90%-ը ճանաչվել է ապօրինի, գույքի նկատմամբ ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձախփուր փողոցի 29/2 հողամասը ամբողջությամբ, Ագվա բանկ բաժնետիրական ընկերության 2000 հատ բաժնետոմս, 21 թվականին Բերգլաս ՍՊ-ին տրամադրված 294,900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի 264,000 ամերիկյան դոլարի պահանջի իրավունքը, 934,000 դրամ որպես էլեկտրամոնտաժ բաց բաժնետիրական ընկերության 19 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք, 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ որպես Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, 58 միլիոն 120 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Հաջորդ հանգամանքը, որի մասին խոսելու եմ, նախաքննության ժամկետներն են։ Ժամկետների նվազման վերջին մի քանի տարիներին արձանագրված միտումները պահպանվել են նաև 25 թվականին, ավարտված քրեական վարույթների կեսից ավելին մոտ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, իսկ ինչը 24 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով։ Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատ 25 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 24 թվականին էր։ Այդ թվում հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ։ Քրեական վարույթներով գործարկման օրվանից 24 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ 25 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ հարկ վճարողների միասնական հաշվին փաստացի վճարվել է 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ։ Իմ կողմից նշված հանգամանքներին անդրադառնամ մի փոքր ավելի մանրամասն հետագայում նաև պատասխանելով ձեր հարցերին։ Նախ հանցավորության վիճակի հետ կապված։ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության եւ հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետությունում 25 թվականին հանցագործության դեպքերը նվազել են։ 25 թվականին Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40,722 հանցագործություն, որոնցից 18,857-ը Երևանում։ 24 թվականի համեմատ 25 թվականին հանցագործությունների դեպքերը նվազել են 3,2%-ով կամ 1335-ով։ 25 թվականին արձանագրվել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։ 25 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%, 24 թվականի 22,8-ի դիմաց։ Աճը բացահայտման ցուցանիշի կազմել է 6,9%։
Հանցագործության 40,722 դեպքի բացարձակ մեծամասնությունը 82,6%-ը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործություններ։ 24 թվականի համեմատ հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով։ 25 թվականին ավարտվել է 41553 քրեական վարույթ։ 14608-ը 16194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 61 գործ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, 26884-ը կարճվել, որոնցից 16416-ը քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով։ 25 թվականին դատարան ուղարկված քրեական գործերի թիվը գերազանցում է 24 թվականի ցուցանիշը 23,8%-ով, իսկ բացարձակ թվերով 2823 գործ։ 25 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետով, դրա մասին արդեն համառոտ նշեցի, 17,1%-ը մինչև 4 ամիս, 10%-ը մինչև 6 ամիս, 10,5%-ը մինչև 1 տարի, 9%-ը 1 տարուց ավելի ժամկետում։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին էր։ Այդ թվում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ։ Նախաքննության ժամկետների նվազման վերջին տարիներին արձանագրված միտումը, ինչպես նշեցի, պահպանվել է։ 25 թվականին 6 ամսից ավելի տևել է քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 23 թվականի նույն ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 24 թվականի ցուցանիշից 1,9%-ով։ Ընդ որում 25 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով։ Քրեական վարույթներով գործարկման օրվանից, ինչպես նշեցի, դեկտեմբերի 5-ից մինչ 25 թվականի դեկտեմբերի 31-ը վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն 58,668 դրամ։ Հարկվճարողի միասնական հաշվին վճարվել է 18 միլիարդ 437 միլիոն 786,846 դրամ։ Հիշեցնեմ, որ այս հաշիվները ստեղծվել էին նպատակ ունենալով քրեական վարույթներով վերականգնված վնասների առանձին հաշվառման կարգ սահմանել եւ դրանք տարանջատել հարկային հանցագործություններով պատճառված վնասների հաշվարկից, ըստ էության երկու առանձին հաշվեհամարներով են կատարվում փաստացի պատճառված վնասների վերականգնումները քրեական վարույթներով եւ այս թվերը փաստացի արդեն Հայաստանի Հանրապետությանը փոխանցված գումարների մասին է խոսքը եւ ոչ թե ապագայում տրված խոստումների։ 25 թվականին դատարաններում քննվել եւ ավարտվել է 10787 քրեական գործ 11457 անձի վերաբերյալ։ 25 թվականին դատարաններում քննվել եւ ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 24 թվականին։ 25 թվականին դատարաններում քննված եւ ավարտված 11457 անձի վերաբերյալ 10787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության 836 անձի նկատմամբ, 1771-ը կամ 16,5%-ը միջին ծանրության 2014 անձի նկատմամբ, 885-ը կամ 7,9%-ը ծանր 1115 անձի նկատմամբ, 163-ը կամ 1,5%-ը առանձնապես ծանր 192 անձի նկատմամբ։ Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10348 անձ։ 25 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը 24 թվականի համեմատ աճել է 1028-ով կամ 15,5%-ով։ Միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվը աճել է 147-ով կամ 10,3%-ով։ Ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։